Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ իմ հզոր հայ ազգ ջան, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ խոսամ Նիկոլ Փաշինյանի այցի մասին Ռուսաստանի Դաշնություն։ Սկսեմ նրանից, որ իրեն բարձր մակարդակով դիմավորեցին Ռուսաստանի Դաշնությունում, կարմիր խալիներով, ծաղիկներով, դե բնական է, երկրի ղեկավար է, այլ կերպ չէր կարող լինել, բայց արի ու մի տես, որ դա ընդամենը ժուրնալն էր, կինոն սկսվում է հետո։ Ուրեմն առաջինը թեթևից սկսեմ, Նիկոլ Փաշինյան, օրինակ դուք չամանչեցիք, որ ձեր հայրենակիցը, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն մեր սփյուռքա հայը, նկարում է ձեզ երեխայի հետ եւ մեկնաբանում է, որ այդ նկարը նրա համար է, որպեսզի երեխան իմանա ով դավաճանեց Արցախին, ով դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը եւ ով շարունակում է դավաճանել հայոց հավատքին, հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Օրինակ ես ամոթից գեդինը կմտնեի, Նիկոլ Փաշինյան, դե ամոթը բնական է ձեր համար չի, կլողանակ կանցնի։ Հիմա ժողովուրդ ջան, երկրորդը, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտինը ձեր երեսին կանգնավ ասեց, որ դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմի մեջ, այսինքն ներողություն, Ղարաբաղը, Նագորնի, բայց մեր համար դա Արցախ է, Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախ է։ Եվ դուք ոչ մի բան չարեցիք, ընդամենը ես որպես մարդ, որը հասկանում է, թե ինչ վիճակի մեջ կարա լինի մարդը, երբ որ իրեն կողել են տուպիկ, այդպես ասած կներեք ռուսերենից համար խառնված, մեկ շուրթեր էիք ծամում, մեկ աշկերն էիք փախցնում, բանա դեմ տայիք։ Ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյան ձեր պատասխանը։ Դուք ասում եք, մինչև իմ ճանաչելը Ռուսաստանի կառավարությունը 2 անգամ ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ է։ Այո, ասել են։ Գլուխները պատով են տվել, որ ասել են առաջինը, բայց որ ասել են, հարց չկա։ Վաղը արթնանում է Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինը, ձեր ասած, ասում է Երևանը, դա Իրիվան է։ 2 անգամ կրկնելու է։ Սևանը դա այդ իրանց ինչ անուն են տալի, մի հատ շան լեզվով իրանց անուն են տալի, էդի դա է։ Ասում է որ ցեղասպանություն իրոք չի եղել։ Ինչ է կանելու։ Երևանը սարքելու եք Իրիվան, հետո գնաք Մոսկվա, ասեք, դուք 2 անգամ ասել եք, հիշում եք, որ արտացաք 2 անգամ ասիք, որ Երևանը Իրիվան է։ Սևանն էլ այդ իրանց շան լեզվով է։ Այդ ինչ աստիճանի պետքա մարդ չկայացած քաղաքական գործիչ լինի, որ այդպիսի վրիպում թույլ տա, ձեր համար դա վրիպում չի, դուք դա մտածված ասեցիք։ Այն սիրելի բարեկամներ, երեխեքը, որ իրար մեջ կռվում են, ասում է դու սենց ասեցի, ասում է հիշում ես դու էլ սենց ասեցի։ Սա քաղաքականություն է եւ արտաքին քաղաքականություն, Նիկոլ Փաշինյան։ Այդ ինչ պատասխան է։ Եթե բան կար դեմ տալու Վլադիմիր Վլադիմիրիչին, դեմ տայիք, չկմկմայիք, երկրի ղեկավար եք, ըստեղ Հայաստանի Հանրապետությունում բոլորը բլբուլ եք կդրում։ Մի հատ ընդդիմադիր ուժ մի քիչ շանսերը ավելանում է, վсё, գնացիք, հերթ չեք տալի մեկըդ մեկիդ։ Իսկ ընդ ինչու եք ձեր բերանը ջուր հավաքել, Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան, իմ կարծիքով մի քանի տարի մեծ եմ ձեզանից, խորհուրդ եմ տալիս, դուք հոգնել եք, համ հոգնել եք, համ ծերացել եք։ Ժամանակն է Նիկոլ Փաշինյան հրաժեշտ տալու թե Հայաստանի Հանրապետությանը, թե հայ ազգիս։ Իմ կարծիքն է, եթե դուք գտնում եք դեռ շուտ է, ապա հունիսի 7-ին ազգս ձեզ կասի, որ ահագին ուշ է Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ ջան, հիմա տեսեք, երեք են իրանց զոմբի յաշիկ ունեն, ՀՄԿ կոչում, մի հատ էլ սենց կերած, տուալետով չօգտագործած, օգտված ներողություն, Պետրոս ունեն, Ղազարյան կարծեմ։ Ուրեմն Պետրոս Ղազարյանի հյուրն էր, ով
վարչապետի աշխատակազմի կարծեմ ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան։ Հիմա ասեմ, պիտի տեսեք, Արթուր Ֆարմանյանը թելում է ուժեղ Հայաստանի թելը, ոչ, ուժեղ Հայաստանը դա անդիմադիր ուժ է եւ ինչպես ասում են, իմ թշնամու թշնամին, իմ հակառակորդի հակառակորդը իմ ընկերն է, բայց քաղաքական դաշտում մենք միասին բոլորս միասին հակառակորդներ ենք։ Ի տարբերություն ինձ, իրենք ուզում են դառնան իշխանություն, ես չեմ ուզում դառնամ, քանի որ ես գտնում եմ, որ դեռ շուտ է մեզ դառնալ իշխանություն, քանի որ նախ երկիրը շատ ծանր վիճակի մեջ է, ես չեմ կարա ինձ թույլ տամ պատասխանատվություն վերցնել։ Գալող իշխանությունը եւ գալիք վարչապետը պետք է լինել շատ զգուշ, պետք է լինի շատ զգոն, պետք է լինի պատրաստված, որ այս սաղ բեռը ինչ որ արել են նիկոլականները եւ նախկինները կարանա լավ ձևով, կիրթ ձևով սաղ գցի իրանց տեղերը, կներեք փողոցային բառից համար։ Մենք պատրաստ չենք, մենք պատրաստ ենք աջակցելու այդ ուժերին, մենք պատրաստ ենք այդ ուժերի հետ համագործակցելու, բայց ինչ վերաբերվում է, որ մենք պետքա լինենք իշխանություն, ես պարզ ասում եմ, ոչ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը դեռ պատրաստ չի գնալ իշխանության։ Բայց հիմա տեսեք, հարցը դրանում չի։ Տարոն Չախոյանը Պետրոսի մոտ ասում է հետևյալը. ուժեղ Հայաստանին միացել են ուշադրություն։ Երկու կուսակցություն, ես լինելով քաղաքական դաշտում այդ մարդկանց չեմ ճանաչում։ Դուք եք ասել, չէ՞ Տարոն Չախոյան։ Այսինքն, սիրելի բարեկամներ, մենք արձագանքում ենք հիմա Տարոն Չախոյանին եւ արձանագրում ենք, որ Տարոն Չախոյան, փառ քեզի Տեր Աստված, դուք կյանքիդ մեջ երևի մեկ անգամ գրեթե ճիշտ բան ասեցիք։ Այսինքն ուժեղ Հայաստանին միացել են դաշինքով նոր ուժերը։ Պարոն Չախոյան, ես ճիշտ եմ հասկանում։ Նախկինները չեն։ Թե չէ դուք կասեք, չէ՞ որ նախկիններից են եկել։ Նոր ուժեր, որոնց անգամ դուք չեք ճանաչում, բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ դուք չեք ճանաչում, քանի որ միացածներից մեկը դա Նայիրի Սարգսյանն է, դե որ դի ճանաչեք, դուք այդ կրթությունը չունեք, որ ճանաչեք, որը համ դոկտոր է, համ դոկտորի թեկնածու է, տարբեր ոլորտների, դե դուք անգրագետ եք, որ դուք կարաք ընդեղ են զաբորի տակ, փողոցի տակ, ընդեղ որ դբրոց մբրոց չի գնացել, դրան ճանաչեք, կրթված մարդուն դուք ոնց կարաք ճանաչեք, ճիշտ եք ասում, երևի ես եմ սխալ, կներեք։ Հիմա դուրս է գալի ըստ ձեզ, որ ուժեղ Հայաստանի միացել է նոր ուժերը, ովքեր կապ չունեն նախկիների հետ։ Ճիշտ է, արձանագրեցինք։ Հիմա տեսնենք հետագայում ձեր քայլերը, ձեր կեղտոտ խաղերը։ Ես շատ ուշադիր հետևելու եմ այդ process-ին, Տարոն Չախոյան եւ տենամ ձեր ԿՊԱ-ական ընկերները ինչեր են բլթացնելու մտածած իրենց երազներից։ Երկրորդ հարցը, որը որ ուզում եմ ուղղել Ռամանոս Պետրոսյանին, հեծի ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի, թե ղեկավարի, չգիտեմ, ինչ ձև է կոչում, սիրելի բարեկամներ։ Երեք Ռամանոս Պետրոսյանն էր տալիս հարցազրույց մի ուրիշ ալիքով։ Եվ ինչ է ասում Ռամանոս Պետրոսյանը, որ Սամվել Կարապետյանի ժամանակով թալանվել է հեծը, ընդունում եմ, թալանվել է, ամենահետաքրքիրն ինչ է ասում, Սամվել Կարապետյանի ժամանակով սակագները բարձացել են շատ թանկ, գներ է եղել մեր սիրելի հայրենակիցների համար,
Ռամանոս Պետրոսյան, ուղղակի որ դուք խոսում եք ժողովրդի մասին, Հայաստանից Հանրապետության մասին, դրա համար եմ արձագանքում։ Սամվել Կարապետյանը ոչ կարիք ունի, որ Արթուր Ֆարմանյանը արձագանքի իրենց փոխարեն։ Ոչ էլ ասենք թե Արթուր Ֆարմանյանն եւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը Սամվել Կարապետյանի հետ կապ ունի կամ իրենց փաստաբանն է։ Ոչ։ Ուղղակի ճշմարտությունը այնպիսի բան է, Ռամանոս Պետրոսյան, որ պետք է խոսած ճիշտ։ Առաջինը, Սամվել Կարապետյանը փող չուներ, պիտի թալաներ հեծը, որ փող ունենար։ Այ ինչ է նշանակում, որ դուք կապ չեք ունեցել Սփյուռքի հետ։ Դուք չգիտեք Սփյուռքում որ մարդը ինչ ուղի է անցել, ոնց է անցել, ինչ ձև է վաստակե, ինչ արունով, քրդինքով, տանջանքով է վաստակե այդ գումարները։ Դուք մենակ դուք եւ նախկիններդ հենց ձեր հետույքից բռնել են մի տեղից, զանգել եք Սփյուռքն է եւ Սփյուռքահայությունը իրենց աջակցությունն է տվել Հայաստանից Հանրապետությանը, քանի որ Սփյուռքի հայությունը միշտ կարոտով է ապրում դեպի հայրենիք։ Դուք չեք հասկանա դա, Ռամանոս Պետրոսյան։ Իսկ ինչ վերաբերվում է սակագներին, Ռամանոս Պետրոսյան, համարը մի տարի իշխանությունը սաղ վերցրել է, սարքել է պետքա, ինչու չեք իջացնում սակագները, Ռամանոս Պետրոսյան։ Ինչու եք ներքնաշորի ռեզինը ժողովրդի վերջինը կլպում։ Հիմա էլ հոմ ձերն է հեծը։ Թե Ռամանոս Պետրոսյան, ձեր վարչապետը, որ ասում էր համատեղ է լինելու էներգետիկան Ադրբեջանի հետ, ձեր ադրբեջանցի բարեկամները թույլ չեն տալի, որ սակագները իջացնեք, Ռամանոս Պետրոսյան, որ մի բանը խոսում եք, Ռամանոս Պետրոսյան, ես ձեր մասին վատը չեմ լսել, ամեն դեպքում իմ անկաժներին չի կպե, բայց որպես ղեկավար մարդ, գոնե ասեք ճշմարտությունը, մի խապեք ազգին, ձեր թիմակիցները կռուգլի սուտկա խապում են, ով խոսում է նախ խապում է, так что կներեք ռուսերեն բառից համար, подумайте, потом говорите, ինչպես ասում էին Միմինո ֆիլմում հիանալի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը, ներողություն, Վախթանգ Կիկաբիձեն, ասում է Ֆրունզիկ Մկրտչյանին։ Եվ վերջում, սիրելի բարեկամներ, խաղաղությունից խոսացող Նիկոլ Փաշինյանը կուրսի չի, որ Իլհամ Ալիևը ասում է հետևյալը, որ Հայաստանը դա Ադրբեջան է, բայց մենք չենք ասում հայերին գնացեք, այսինքն մենք իրանց տերիտորիայի մեջ, իրենց Ադրբեջանի մեջ, մենք ապրում ենք վարձով։ Եվ գիտեք ինչ է ասում ամենահետաքրքիրը այդ բեղերով տառական նախագահը ինչ Զարթու Զիբիլա, ասում է եթե կարան հայերը հակառակը ապացուցեն, ուրեմն թող ապացուցեն։ Նիկոլ Փաշինյան, ինչու չեք արձագանքում, ինչու հանդես չեք գալիս հայտարարություններով, որ ասեք Հայաստան, այդ որ դոշիտ կպցրել ես Նիկոլ Փաշինյան, որ ասես սա Հայաստանն է, ոչ թե ձերն է, ինչու չեք ասում, Նիկոլ Փաշինյան։ Մենակ 18 տարեկան երեխու վրա կարակ, որ տարակ խեղճ երեխուն փագեցիք, երեխեն անգամ դպրոցը միջնակարգ չի կարում ավարտի։ Դրան եք չընդունակ։ Եվ տանեք լստեք սրբազաններ, ընդդիմադիր ուժեր, հայրենասեր հայեր։ Բայց ես ձեր տեղը կարող եմ ասեմ, Իլհամ Ալիև, слушайте сюда, я первый секретарь Народной коммунистической партии Армении. Ваше выступление, которое вы там сболтнули, наверное, пьяные были или под кокосом. Значит, слушайте сюда, Армения – это Армения. Арцах – это Армения. А Баку ставлю под сомнение. Нужно документы изучить до конца. Забудьте. И как руководитель Народной коммунистической партии Армении говорю, реванш не за горами. Можете себе это пометить. Այսքանն է ուզում ասեի, սիրելի հայրենակիցներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայկական Սփյուռքը, կեցցե Ջավախկա հայությունս, կեցցե Արցախը հայությունս, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան,
Ալեն Սիմոնյան, հայկական Արցախը եւ ոչ մի Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Սևանալիճ, Սուրբ Մասիս լեռ, Արևմտյան Հայաստան, հայկական առաքելական Սուրբ եկեղեցի, կեցե հայոց կաթոլիկոսը անկախ նրա անունից, կեցե մեր ավակ քույրեր եւ եղբայրները, տատիկ եւ պապիկները, ձեր ցավը տանեմ ես, պինդ եղեք, ամուր եղեք, դուք ձեր բոլորը, ձեր ծերությունը դիմավորելու եք հզոր, անկախ, ուժեղ Հայաստանում, լավ եղեք, ամուր եղեք, պինդ եղեք, մեռնեմ ձեզ, դուք մեր հետ եք, մենք ձեր հետ ենք, ընտրելու եք, որպեսզի չպարտվեք, ընտրելու եք, որպեսզի խաբված չլինեք, իրանց ժամանակը պրծել է, կեցեք դուք, սիրելի իմ հայ ազգ, իմ սիրելի բարեկամներ, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լինելու է գերազանց, հույսով եմ քանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։